Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը եւ դեպի Եվրամիություն կողմնորոշվելու փորձերը կարող են լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Այս մասին Մոսկվայում հայ գործարարների ասոցիացիայի կազմակերպած բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է Տաշիր ընկերությունների խմբի նախագահ, հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։ Տաշիր գրուպի սեփականատերն ըստ էության քաղաքական լուրջ ուղերձ է հղում, որի գլխավոր հասցեատերը դեպի Եվրամիություն ձգտող Հայաստանի իշխանություններն են։ Правительство Армении демонстрирует отход от союзнических отношений с Россией. Հայաստանի կառավարությունը քայլեր է անում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից հեռանալու ուղղությամբ, ի նպաստ Արևմուտքի հետ փոխգործակցության զարգացման առաջնահերթության։ Լուրջ մտահոգություն է առաջացնում այն, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները եվրոինտեգրման կուրս են որդեգրել, իսկ Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է։ Հետևաբար, եթե Հայաստանի կառավարության կողմից ԵՄ-ին անդամակցելու մասին օրինագծի ընդունումը դիտարկվի որպես ԵԱՏՄ-ից հանրապետության դուրս գալու սկիզբ, դա կհանգեցնի Հայաստանի տնտեսության փլուզմանը։ Իր ելույթում Սամվել Կարապետյանը կարևորել է ԵԱՏՄ-ի առանցքային դերը Հայաստանի տնտեսության կայունության եւ զարգացման գործում, ինչպես նաեւ ընդգծել միության հետագա ամրապնդման կարևորությունը։ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը առանցքային դեր ունի հանրապետության տնտեսության կայունության եւ զարգացման գործում։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը մեծացել է, հասնելով 12.7 միլիարդ դոլարի։ Միևնույն ժամանակահատվածում Եվրամիության հետ կրճատվել է 14%-ով եւ կազմել ընդամենը 2 միլիարդ դոլար։ Սամվել Կարապետյանի խոսքով ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի ողջ տնտեսությունը կարող է լուրջ հարված ստանալ, ինչը կարող է հանգեցնել տնտեսության առանձին հատվածների կաթվածահար լինելուն եւ երկրի տնտեսական համակարգի կայունության խաթարմանը, ուստի ցանկացած քայլ, որը կարող է վտանգի տակ դնել անվտանգությունը, պետք է մանրակրկիտ հաշվի առնվի, ելնելով ոչ թե կարճաժամկետ քաղաքական հաշվարկներից, այլ ազգային իրական շահերից։ Ռուսաստանահայ գործարարների համայնքը եւ եվրասիական շուկայի հետ տնտեսապես կապված հայկական բիզնես, ինչպես տեսնում ենք, լրջորեն մտահոգված են Եվրասիական տնտեսական միությունից դեպի Եվրամիություն շրջադարձ անելու Հայաստանի հեռանկարով։ Այն, որ Հայաստանը հատկապես վերջին մի քանի տարիներին տնտեսական լուրջ օգուտներ է ստանում ԵԱՏՄ-ում իր անդամակցությունից, ընդունում են գրեթե բոլոր պրոֆեսիոնալ տնտեսագետները։ Նախորդ տարի Հայաստանը իրական համախառն ներքին արդյունքի ՀՆԱ-ի աճի տեմպերով առաջին տեղն է զբաղեցրել ԵԱՏՄ-ում։ Բայց մյուս կողմից Փաշինյանի գլխավորած կառավարությունը եւ իշխող ուժը փորձում են խորացնել Հայաստանի ինտեգրումը Եվրոպական միությունում եւ արդեն ընդունել են ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։ Սակայն այս երկու կառույցներն, ինչպես հայտնի է, ոչ միայն տնտեսապես, այլև աշխարհաքաղաքական առումով առճակատման մեջ են, ուստի ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին Հայաստանի անդամակցումը համատեղելու մասին որևէ խոսք լինել չի կարող։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը դեռ տարվա սկզբին հայտարարեց, որ Եվրամիության մասին վերոնշյալ օրինագծի ընդունումը ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբն է։ Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն ամբողջությամբ կիսում է Սամվել Կարապետյանի մտահոգությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու վտանգների մասով եւ հավելում, որ Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալը ծանր հետևանքներ կունենա ոչ միայն հայկական բիզնեսի, այլև ընդհանուր Հայաստանի տնտեսության համար։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում միջազգայնագետը հիշեցրեց, որ 2024 թվականի ընթացքում Հայաստանի առևտրաշրջանառության շուրջ 12 միլիարդ դոլար կազմող ծավալից 11 միլիարդը բաժին է հասնում ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությանը։ Մենք այստեղ հիմնականում վտանգ կա կորցնենք ռուսական շուկան, որովհետև եթե Հայաստանը չի լինում ԵԱՏՄ անդամ, Հայաստանը դիտարկվում է Ռուսաստանի կողմից արդեն երրորդ երկիր եւ երրորդ երկրից ներկրված ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բավականին բարձր են եւ հայկական ապրանքները այդ պարագայում դառնում են ոչ մրցունակ ռուսական շուկայում։ Այս տեսանկյունից վտանգ կա, ես սրանք ավելացնեի նաեւ պարենային եւ էներգետիկ վտանգը, որովհետեւ սրանով մեծ վնաս է հասցվելու Հայաստանի պարենային անվտանգությանը եւ էներգետիկ անվտանգությանը։ Այս համատեքստում միջազգայնագետը հիշեցրեց, որ Հայաստանն իր հացահատիկը գրեթե ամբողջությամբ ներկրում է Ռուսաստանից, իսկ բնական գազը Գազպրոմից ստանում է $185 1000 խորանարդ մետրի համար։
Եվ եթե Հայաստանը երես թեքի Ռուսաստանի առաջնորդած ԵԱՏՄ-ից, բնականաբար այդ գները կփոխվեն դրանից բխող բոլոր հետևանքներով։ Իհարկե, այլ հարց է, որ գրեթե բոլոր փորձագետների կարծիքով Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցումը մոտ հեռանկարի հարց չէ, եւ այս առումով լուրջ հարցեր են առաջանում, թե ինչու է ընդհանրապես Փաշինյանի թիմն օրակարգ բերում այս հարցը, ներքաղաքական թե աշխարհաքաղաքական նպատակներով, որովհետև կարող է այնպես ստացվել, որ Հայաստանը սկսի բանակցություններ Եվրամիության հետ, փչացնի իր հարաբերությունները ԵԱՏՄ երկրների հետ կամ ընդհանրապես դուրս գա ԵԱՏՄ-ից եւ տասնյակ տարիներ մնա Եվրամիության անդամի տեխնացուի կարգավիճակում, չստանալով ոչ մեկը, ոչ մյուսը։ Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի խոսքով Հայաստանի գլխին խաղում են նույն խաղը, ինչ ժամանակին խաղացին Ուկրաինայի գլխին, նրան դարձնելով հակառուսաստան։ Ժամանակին Ուկրաինային խոստացան Եվրամիություն անդամակցություն եւ անդամակցություն ՆԱՏՕ-ին, վերեցին պատերազմ ուկրաինական հողում, Ուկրաինան ունեցավ տարածքային հսկայական կորուստներ, մարդկային հսկայական կորուստներ եւ շարունակում է ունենալ այդ կորուստները, բայց ինչ որ պահի հայտարարեցին, որ Ուկրաինային Եվրոպական միությունում եւ ՆԱՏՕ-ում չեն սպասում այլևս եւ այդ հարցը դուրս է բերված օրակարգից։ Նույնը լինելու է Հայաստանի հետ։ Հայաստանի խոսանալու են ոսկի սարեր, ոչ ոք Հայաստանին չի ընդունելու այսպես Եվրոպական միություն։ Այս գնահատականների հետ համամիտ չեն Հայաստանի Եվրոպամետ ուժերի ներկայացուցիչները։ Եվրաքվեի ակտիվ աջակից Ազատ Արշակյանի համոզմամբ Եվրաինտեգրումը զարգացման առաջադիմական ուղի է Հայաստանի համար։ Ըստ նրա, Եվրամիությունն ավելի նախընտրելի է տեխնոլոգիական զարգացման ու տնտեսական օգուտների առումով։ Քաղաքագետ Գարիկ Քերյանն իր հերթին Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում ընդգծեց, որ անկախ ամեն ինչից Եվրամիությունը առաջադիմական ու կայացած կառույց է։ Նաև գաղտնիք չէ, որ հայերը Ասիայի եվրոպացիներն են, ուստի Եվրոպան շատ ավելի հոգեհարազատ է Հայաստանին քաղաքակրթական եւ այլ առումներով։ Այլ հարց է, թե որքանով է իրատեսական Հայաստանի անդամակցումը Եվրամիությանը որևէ հեռանկարում։ Քաղաքագետի խոսքով Հայաստանը պետք է ելնի ոչ թե այն հարցից, թե որ ուղղությունն է ավելի զարգացած, այլ թե որն է հնարավոր։ Ինչ էլ որ ասենք, Եվրամիությունը շատ առաջադիմական կայացած կառույց է։ Նա իր սկիզբը առել է դեռևս հետպատերազմյան առաջին տարիներից 49-50 թվականներից եւ ըստ էության անցել է 75 տարվա ուրեմն կայացման, ձևափոխման, զարգացման ուղի, որ այստեղ են աշխարհամազարգացած ուրեմն հին աշխարհի երկրները, որ նա ունի ընդհանուր վալյուտա, շատ ավելի ուրեմն կատարելագործված տեխնոլոգիաներ եւ այլ։ Սա ուրիշ հարց է։ Հայաստանի հնարավոր ինտեգրումը ուրիշ հարց է։ Գիտեք ինչ, ցանկացած արտաքին տնտեսական կամ քաղաքական ուղիներ շնտրելուց առաջ մենք պետք է առաջնորդվենք ոչ թե նրանով, թե որ ուղղությամբ են գնում, որտեղ որ ավելի զարգացած է, այլ պատասխանենք այն հարցին, թե որ ուղղությամբ գնանք, որը որ մեզ համար հնարավոր է։ Իհարկե եվրոպական ինտեգրացիան շատ առաջադիմական, շատ սուր գաղափար է եւ այն որ հայերը Ասիայի եվրոպացիներն են, դա մեզ կա շատ մեծ ճշմարտություն, որովհետեւ սկսած միջին դարից մինչև ուրեմն թուրք-օսմանյան տիրապետությունը հայերը ավելի շատ ուրեմն շփվել են արևմտյան քաղաքակրթության հետ, բյուզանդական, միջերկրածովյան, հռոմեական, քան ասենք թե ասիական քաղաքակրթությունների հետ, բայց սա ուրիշ մի իրողություն է, իսկ իրական պետական մտածողություն դատելով ուր գնալ, որ քեզ ապահով զգաս, ուր գնալ, որ քո տնտեսությունը չկործանվի, ուր գնալ, որ նոր անվտանգային սպառնալիքներ չստեղծես փոքր պետության համար, սա լրիվ ուրիշ հարց է։ Եվ այս առումով այն ինչ որ անում է հիմիկվա իշխանությունները, հանրաքվեի քննարկում, չգիտես կառավարության որոշման ընդունում, դա ես միանգամայն պատասխանատվության եմ ասում, իմ մասնագիտական կարծիքն է, դա ավելի շատ վարկաբեկում է եվրոպական ինտեգրացիայի շատ վառ եւ լուսավոր գաղափարը, քան թե օգնում է դրան։ Իդեպ ԵԱՏՄ-ից դուրս գալու Հայաստանի էներգետիկ անվտանգությանը սպառնացող վտանգների մասին Մոսկովյան իր ելույթում բարձրաձայնել էր նաև Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը, բայց Ռուսաստանը հայ միլիարդատիրոջ ելույթն ու նրա կողմից հնչեցված մտահոգություններն ուշագրավ են ավելի լայն քաղաքական առումով։
Առհասարակ Սամվել Կարապետյանը միշտ աչքի է ընկել իր ապաքաղաքական կեցվածքով, եւ սա իր հազվադեպ ելույթներից է, որում նա քաղաքական ու աշխարհաքաղաքական շեշտադրումներ է անում։ Իսկ նա, չմոռանանք, ոչ միայն հայ գործարարների ասոցիացիայի նախագահն է ու Ռուսաստանի խոշորագույն հայ գործարարներից մեկը, այլև ընդհանրապես աշխարհի ամենահարուստ հայերից մեկը։ Այս իմաստով Կարապետյանի մեսիջները ԵԱՏՄ-ի առնչությամբ հատկանշական են եւ Հայաստանի իշխանություններն էլ պետք է շատ լուրջ վերաբերվեն դրանց, քանի որ դրանք շարքային գործարարի հայտարարություններ չեն, այլ մի մարդու, որն իր տրամադրության տակ ֆինանսական հսկայական ռեսուրսներից բացի ունի նաեւ մարդկային մեծ ռեսուրսներ եւ բարեգործական ու ներդրումային խոշոր ծրագրեր է իրականացնում նաեւ Հայաստանում։ Իսկ բազմաթիվ կայացած հայ գործարարներ մեծ ուշադրություն են դարձնում Կարապետյանի կողմից հնչեցված ուղենիշներին եւ ընդունում են նրա հեղինակությունը։ Ինչպես կարձագանքի Փաշինյանի իշխանությունը հայ գործարարների մտահոգություններին, կտեսնենք առաջիկայում։ Արամ Սարգսյան, Եվրոմեդիա 24